Ժորժ ջան, իհարկե այսօր շարունակվում է ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը եւ մոտ ժամանակներում սպասել այս կոնֆլիկտի ավարտին մի փոքր բարդ է եւ մի փոքր անհավանական է թվում, բայց նույնիսկ այս պարագայում Հայաստանը ունի իր շահերը եւ իր անելիքը կարծում եմ, ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանս ունեմ հստակ առաջարկներ եւ տեսլական, թե ինչ կարող է անել Հայաստանը այս կոնֆլիկտի շրջանակներում։ Ժորժ ջան, առաջինը Հայաստանը որևէ պարագայում չպետք է ներգրավի որևէ կողմից այս կոնֆլիկտում, պետք է պահենք չեզոքություն, սա մեր կոնֆլիկտը չէ եւ մեր համար չափազանց վտանգավոր է առհասարակ, որ մեզ ներգրավեն այս կոնֆլիկտի մեջ։ Տեսեք Ադրբեջանի հետ կապված ինչ է տեղի ունենում, հա, Ալիևը, որ կարծես թե ներգրավում է արտաքին ուժերի կողմից Իրանի դեմ, Հայաստանը պետք է պահի չեզոքություն, մենք ունենք լավ հարաբերություններ թե Արևմուտքի հետ, թե Իրանի հետ, թե արաբական երկրների հետ, մեզ դա պետք չէ, մեր համար դա չափազանց վտանգավոր է եւ երկրորդը, ինչ եմ ես առաջարկում որպես կուսակցության նախագահ, կոչ եմ անում իշխանություններին այս տեսլականը ուշադիր ուսումնասիրել եւ անհրաժեշտության դեպքում կիրառել։ Հետևյալն է կարևոր, որ Հայաստանը կարողանա որպես միջնորդ հանդես գալ, քանի որ ունի լավ հարաբերություններ թե Իրանի հետ, թե Արևմուտքի հետ, եւ այո, շատ դեպքեր եւ օրինակներ կան, երբ փոքր երկրները խոշոր երկրների համար հանդիսանում են միջնորդ։ Ժորժ ջան, ես կարծում եմ Հայաստանը կարող է ստանձնել այդ դերը, միջնորդի դերը, Հայաստանը կարող է դառնալ այդ խաղաղության հարթակը, որտեղ կարող են տեղի ունենալ տարբեր բանակցություններ եւ մենք կարող ենք բերել խաղաղություն, մեր ներդրումը ունենալ այդ խաղաղության հարցում այս երկրների միջև։ Նորից եմ ասում, դա ես կարծում եմ շատ կարևոր առաջարկ է, որը մենք պետք է օր շուտ հնչեցնենք եւ այդ դերը կարողանանք պատրաստ լինենք ստանձնելու։ Խնդրում եմ տարածել այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում դուք ինչ եք մտածում եւ բաժանորդագրվեք ի մեջին։